Ցուցակների հետ կապված երկրորդ բովանդակային լուրջ խախտում ասեմ, ունենք այսպիսի արձանագրված իրավիճակ, արդեն գրեթե մոտ տասնյակի գերազանցող մարդիկ ահազանգել են հաշվառման ցուցակներում, իրենց հասցեներում անծանոթ մարդկանց հաշվառման հանգամանքը։ Սա լրջագույն ահազանգ է։ Մեր դիտորդները մի շարք տեղամասային կենտրոններում պարտադրել են, որպեսզի արձանագրվի Գրանցամատյանում։ Ունեցել ենք դեպք, երբ հանձնաժողովի նախագահան հրաժարվել է այդ արձանագրումը կատարել, հիմնավորելով, որ դա տեղամասային կենտրոնից դուրս խնդիր է, մինչդեռ դրանք փոխկապակցված են, այո, իրավասու մարմինը ներքին գործերի նախարարությունն է, որը տալիս է ցուցակները եւ որի տվյալների հիման վրա դրանք ըստ էության կազմվում են, բայց նաեւ սա տեղամասի տարածք է համարվում եւ եթե քաղաքացին գալիս է եւ քաղաքացին արձանագրում է, որ իր բնակարանային հասցեում անծանոթ մարդիկ են գրանցված, ընդ որում դեպքեր ունենք, որ քաղաքացին պնդում է, որ նախորդ ընտրություններին արդեն այդ հաշվառման տվյալները առկա չեն եղել։ Շատ են այդպիսի դեպքերը։ Ասացի, արդեն 10-ից ավելի դեպք ունենք։ Հասցեներով հստակ ունենք, ձեր մոտ ֆիքսած։ Ահազանգ 10-ից ավելի քաղաքացի ահազանգել է, որ իր գրանցման հասցեում առկա են իր համար անծանոթ մարդիկ հաշվառված։ Ու ասեմ ավելին, ունեցել ենք դեպք, երբ մահացած մարդի տվյալ է վերականգնված եղել, ունեցել ենք դեպք, որ հաշվառված է եղել, մենք նախապես ցուցակները վերստուգում ենք, հա, մեկ հասցեով 15-ից ավելի անձ, սակայն այդ հետքերով գնացել ենք, պարզվել է արցախցի մեծ ընտանիք է, ունեցել ենք դեպք, երբ մարդը ահազանգել է ու իրականում չի կարողացել նույնականացնել։